Ես հպարտ եմ, որ ես տաշիրից եմ։ Մեր րոպե, սպասեք նորից։ Հպարտ եմ, որ տաշիրից եմ, ծնունդով Լեռնովիտ գյուղից եմ։ Ինձ բախտ է, ասո կամքով, ինձ բախտ է վիճակվել Սամվել Կարապետյանի հետ 10 տարի դպրոցում սովորել։ Այո, դա գովազ չի, դա անկեղծ խոսքեր են, որը սրտիցս բխած խոսքերն են։ Նա շատ շնորհալի աշակերտ է եղել, շատ շնորհալի դասընկեր է եղել։ Նրանից մենք շատ բաներ ենք ունեցել սովորելու, ընդօրինակելու։ Սամվել Կարապետյանը շենացրեց իմ հարազատ Տաշիրը եւ հարազատ Լեռնովիտ գյուղս։ Տեսեք, այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր Տաշիր, քանի որ ասացիք Տաշիրից եկու, ասում է, որ ցույց է տալիս պատկերով ինչ աջակցություն ունի Տաշիրում։ Դա իրական պատկեր է։ Ոչ, դա իրական պատկեր չէ։ Դա հանդավորների մի խմբակ էր, որը դուրս եկավ նրա դեմ։ Ինչ պատճառներով արդեն չեմ ուզում ես բարձրաձայնել։ Նա ընդունելություն չունեցավ մեր Տաշիրի կողմից։ Դա նույնիսկ ամոթանք է մեր վարչապետին, որ այդպիսի ընդունելություն են ցույց տվել նրա նկատմամբ։ Ասում եք, որ այսքան աջակիցներ կունենա, ամեն դեպքում Կասկադը լիքն է, Ազատության հրապարակը լիքն է, իսկ ասում եք, որ ամեն դեպքում Սամվել Կարապետյանը այսքան մեծաթիվ աջակիցներ։ Ես սպասում եմ, որովհետև ես ամուսնացած եմ եղել Աբովյանում, որովհետև առաջ որ Աբովյանում ասում է ես Կալինինոյից եմ, չեն ճանաչում Կալինինոն որտեղ է, ասում են դա Կրասասելսկա որտեղ է, իսկ հիմա մեր Տաշիրը, մեր Լեռնովիտը աշխարհի բոլոր անկյուններում լավ անուն ունի, հանուն մեր Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, նաև տնային կալանքում է, անազատության պայմաններում է իր ուժը մասնակցելու այս ընտրարշավին, ընտրապայքարին, արդար համարում եք դա։ Ոչ, դա շատ անարդար երևույթ է, ես նույնիսկ անհարմար եմ զգում, որ մեր ժողովուրդը, իմ հայ ազգը դա հանդուրժում է։ Այդ ամեն դեպքում երկխաղացի է մեր օրենքների Նա է միակ տեղը իմ հայ ժողովրդին եւ իմ հայ երկրին։ Նա շենացնելու է եւ բարգավաճացնելու է իմ Հայաստանը։ Կգտնենք այլ ընտրանքներ, ինձ թվում է, որ ամեն ինչ կլուծվի։ Սպասելիքներ ունեք ընտրություններից։ Ընտրություններից մեծ սպասելիքներ ունեմ։ Նա կզարգացնի կրթական օջախները։ Նրա առաջնադեմ հիմունքը եղել է ամուր ընտանիք։ Ամուր ընտանիքը դա ազգի ոգին է։ Ես հույսով եմ, որ նույնիսկ հետ կբերի մեր Արցախը, որին մենք առօրով սպասում ենք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, ցտեսություն դես։